Եթերում հերթապամած հաղորդաշարի կիրակնօրյա թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ոստիկանության Էրեբունու բաժին դիմաց քաղաքացին հայտնում էր, որ դանակով սպառնացող ոսկյա շղթան ու մատանին, բջջային հեռախոսն ու գումարը իրենից խլած երիտասարդներին նախկինում չէր հանդիպել։ Հիվանդանոցից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ստացված հաղորդման համաձայն երիտասարդն ուներ հրազենային վնասվածքներ։ Խալաթով կապկպել էր ձեռքերը, բերանը փակել կպչուն ժապավենով, ապա սրբիչը փաթաթելով վզին խեղդել։ Ավազակային հարձակման վերաբերյալ ահազանգը ստացվեց մայիսի 2-ին։ Արդեն 4 օր անց հանցագործությունը բացահայտված էր, կասկածյալները բերման ենթարկված, իսկ սա նշանակում է 4 օրվա լարված պրոֆեսիոնալ աշխատանք։ Մայիսի 2-ի գիշերը ժամը 4:30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին դիմաց քաղաքացին հայտնում էր, որ ժամեր առաջ ավազակային հարձակման է ենթարկվել։ Դանակով սպառնացող ոսկյա շղթան ու մատանին, բջջային հեռախոսն ու գումարը իրենից խլած երկու երիտասարդներին նախկինում չէր հանդիպել, բայց ամեն ինչ վաղուց էր սկսվել։ Եվ սկսվել էր կասկածյալի հեռախոսազանգերից։ Օրեր շարունակ մի աղջիկ էր զանգել, հայտնել, որ իրեն գումար է պարտք ու առաջարկել հանդիպել, որ փողը վերցնի, սակայն ամեն անգամ մերժում էր ստացել ու հեռախոսը կախել։ Այս տարբերակը ձախողվել էր։ Այնուհետև մայիսի 1-ին զանգել էր մի տղա ու մեղադրել իր քրոջը սոցիալական կայքերից մեկում անհանգստացնելու մեջ։ Հանդիպել էին Շենգավիթում։ 2 հոգով էին եղել։ Ապագա տուժողը հերքել էր մեղադրանքները։ Ասել էին, թե քույրը իրենց ընկերոջ բարում իրենց է սպասում։ Պետք է հանդիպեն եւ եթե աղջիկն ասաց, որ իրեն նեղացնողը նա չէ, ներողություն կխնդրեն ու կճանապարհեն։ Տաքսով տեղափոխվեցինք Նոբարաշենի այդ Մասիս ճանապարհի վրա, որտեղ էլ բանակի սպառնալիքով հափշտակեցին ոսկյա շղթա, մատանի, սովորական մետաղից մատանի, բջջային հեռախոս եւ գումար։ Ուզածը ստանալուն պես դիմել էին փախուստի։ Սպառնացել էին, որ եթե տեղից շարժվի, կոկորդը կկտրեն։ Նրանց հեռանալուն պես գնացել էր տուն, ուշքի եկել կատարվածից ու շտապել ոստիկանություն։ Հանցագործության բացահայտմանը ներգրավվեցին նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզները, ըստ տուժողի ներկայացրածի եւ տեսահսկող սարքերից ստացված տեսագրությունների կազմվեց ավազակային հարձակումը կատարած անձանց արտաքին նկարագիրը եւ կարճ ժամանակում պարզվեց նրանց ինքնությունը։ Եղբայրներ էին 1994 թվականին ծնված Ռազմիկ եւ 1995 թվականին ծնված Ժիրայր Հայրապետյանները։ Մայիսի 6-ին Մոսես Խորանց 207 հասցեի դիմացից հայտնաբերվել եւ ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվել Ժիրայր եւ Ռազմիկ Հայրապետյան եղբայրները, որտեղ բացատրական աշխատանքների շնորհիվ խոստովանեցին, որ նշված ավազակային հարձակումը կատարել են իրենք։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքի գրավատներից մեկից հայտնաբերվել նաեւ գողուն հանդիսացող ոսկյա շղթան եւ մատանին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ավազակության հատկանիշներով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության գալով եւ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ։ Ռազմիկ եւ Ժիրայր Հայրապետյանները կալանավորված են։ Քննությունը շարունակվում է։ 2.5 ամիս առաջ Ավանում տեղի ունեցածը սպանության փորձ էր։ Բժիշկների միջամտության շնորհիվ քաղաքացին փրկվեց, թեև տուժածը երկար ժամանակ չէր կարողանում բացատրություն տալ, Նոր-Նորքի քրեական հետախույզներն ամեն ինչ արեցին հանցագործությունն արագ բացահայտելու համար։ Ավելի երկար տևեց կասկածյալին հայտնաբերելն ու բերման ենթարկելը։ Փետրվարի 29-ին ժամը 1-ի կողմերը Ավանից 25-ամյա մի տղա տեղափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ստացված հաղորդման համաձայն երիտասարդն ուներ 2 ձեռքերի, 2 ոտքերի, կրծքավանդակի աջ թուլակողի հրազենային վնասվածքներ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ դեպքի վայրը հանդիսանում է Ավան Աճարյան առաջին նրբանցքի 16 շենքի կողքի ճանապարհահատվածը։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերեցինք թվով 7 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, առնանման հետքեր, ոսրանման զանգված։ Երիտասարդն այս մեքենան էր վարում, երբ նրա ուղղությամբ 7 անգամ կրակեցին։ Գնդակներից միայն մեկը նրան չդիպավ։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության փորձի եւ ապօրինի զենք պահելու հատկանիշներով։ Հանցագործությանը ականատես վկաներ հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ բնույթի հարցումներ իրականացրեցինք դեպքի վայրում։ Զուգահեռ փորձեցինք ճշտել
Տուժողի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց շրջանակը պարզելու համար նրա հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձին կան, թե ոչ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Էրեբունիում բնակվող 29-ամյա Ալեքսանդր Աբովյանը։ Ոստիկանների հաջորդ քայլն իր շրջապատում Սաշ անվամբ հայտնի նախկինում դատապարտված կասկածյալին հայտնաբերելն էր։ Հետախուզական միջոցառումների արդյունքում Ալեքսանդր Աբովյանը դեպքից 3 ամիս անց հայտնվեց ոստիկանության տեսադաշտում եւ հսկողության վերցվեց։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում Ալեքսանդր Աբովյանի գտնվելու վայրի մասին տեղեկությունները սույն թվականի մայիսի 6-ին իրացրեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ Պարեկապահեկետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցների հետ միասին։ Սպանության փորձի մեջ կասկածվող Ալեքսանդր Աբովյանն է, արդեն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց հրազեն, որը սակայն հանցագործության գործիքը չէ։ Այն հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Ալեքսանդր Աբովյանը կալանավորված է։ Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն էլ արագ բացահայտեցին սպանությունը։ Կասկածյալն էլ արագ ձերբակալվեց ու կալանավորվեց։ Այդ մասին պատմող տեսանյութը դիտելիս խնդրում ենք հաշվի առնել, որ ստիպված ենք ներկայացնել անմարդկային մանրամասներ։ Մայիսի 10-ին գիշերվա 2:30 Ալավերդու բժշկական կենտրոնից հեռախոսազանգ է ստացվում ոստիկանության Թումանյանի բաժին, որ Շնող գյուղում տուն է այրվում ու տանը դիակ կա։ Օպերատիվ քննչական խումբն արագ մեկնում է դեպքի վայր։ Հրդեհն արդեն մարած էր։ Փաստորեն մեծ հրդեհ չէր եղել։ Այրվել էր 2 ներքնակ տարբեր սենյակներում։ Կիսաայրված էր նաև ներքնակներից մեկին պառկած տանտիրուհու 56-ամյա Սուսաննա Գալինյանի դին։ Ինքնահրկիզման մասին խոսք անգամ չկար։ Տարբեր տեղերում գտնվող ներքնակների այրումը բացառում էր դրա հնարավորությունը։ Դեպքի վայրի զննումը հուշում էր, որ տեղի է ունեցել սպանություն, իսկ հրկիզումը միայն հետքերը թաքցնելու նպատակ ունի։ Սպանության պարագայում շատ կարևոր է դրդապատճառներ գտնելը, եւ այս հարցում իրավապահները լուրջ խնդիրներ ունեին։ Մեռնողը տարիքն առած միայնակ կին, որ նաև հոգեկան հիվանդության նշաններ ուներ։ Աչքի չէր ընկնում ճոխ ապրելակերպով, դրսից փող չէր ստանում։ Տոկոսով փող տալ առնելու հետ գործ չուներ։ Թվում էր, թե նրան սպանելու պատճառ ու առիթ ոչ ոք չէր էլ կարող ունենալ։ Եվ այդպես էլ կար։ Քննարկվող տարբերակներից մեկը դառնում էր մոլագարի վարկածը։ Հենց դեպքի վայրում քրեական հետախույզներն օպերատիվ հարցումներ անցկացրին ներկաների հարևան ազգականների շրջանում։ Զուգահեռ իրավապահները նաև համադրում էին դեպքի վայրի հանգամանքները հարցումների արդյունքների հետ։ Ի հայտ եկան որոշ հակասություններ, որոնց հիման վրա էլ առաջ քաշվեցին վարկածներ։ Կասկածյալների շրջանակը գնալով նեղանում էր։ Հիվանդանոց ահազանգել էր կնոջ ազգականներից մեկը, իսկ առաջինը հրդեհը նկատել էր ահազանգողի եղբայրը։ Արսեն Մարգարյանը մշուշոտ պատասխաններ էր տալիս իրավապահներին, բայց կասկածները դեռ պետք էր հիմնավորել։ Հաջորդ օրն արդեն ձեռնարկված օպերատիվ հետախուզական ու քննչական միջոցառումների արդյունքում որոշակի ապացույցներ կուտակելուց հետո սպանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց Շնող գյուղի բնակիչ մեռնողի ազգական 23-ամյա Արսեն Մարգարյանը։ Արսենն ընդունեց մեղքը, իսկ նպատակը, ինչի համար գիշերվա կեսին գնացել էր ազգականուհու տուն, դժվար է ընկալելն անգամ։ Ամսի 10-ի գիշերը ժամը 2-ին այցելել եմ իմ բարեկամ Սուսաննա Գալինյանին։ Նրան սեռական առաջարկություն եմ արել, որից հետո նա հայհոյել է հորս, ես նրան խեղդելով սպանել եմ, բռնաբարել և վառել դրոշումը։ Պարզ պատկերացնելու համար մանրամասնենք։ Մտնելով տուն Արսենն առաջարկել էր 56-ամյա կնոջը սեռական հարաբերություն ունենալ իր հետ։ Կինը մերժել էր, բայց Արսենը տեղի չէր տվել, դիմել էր ուժի։ Ըստ նրա կինը դիմադրել էր ու իր հանգուցյալ հոր Ասեին վիրավորական խոսքեր ասել, ինչն էլ իբր ազդել էր վրան։ Հետո խոսքերից կատաղած խալաթով կապկպել էր նրա ձեռքերը, բերանը փակել կպչուն ժապավենով, ապա սրբիչը փաթաթելով վզին խեղդել։
կնոջ մահն անգամ բավարար չէր համարել, իրավաբանորեն ասած սեռական հարաբերություններ ունեցել արդեն մեռած կնոջ հետ։ Դրանից հետո գուցե ուշքի գալով ու հասկանալով առածը հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Արսենը նախ այրել էր կնոջ տակ եղած ներքնակը, ապա նաև հարևան սենյակում փռած անկողինը։ Կարծելով թե հրդեհը վերացրել է հետքերը, Արսենը աղմուկ էր բարձրացրել, օգնության կանչել հարևան ազգականներին կրակը մարելու համար, բայց հետքերը փաստորեն չէին վերացել։ Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։ Շարունակում ենք թողարկումը։ 25 տարի առաջ էր, մայիսին, Արցախյան ազատամարտի ամենածանր ու հակասական օրերն էին։ Սկսվել էր խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ Կոլցո օպերացիան։ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մի խումբ մարտիկներ գործուղվել էին Գորիսի սահմանամերձ գոտի պաշտպանելու հայրենիքն ու ժողովրդին։ Հերոսության օրեր էին, հերոսացավ նաև Սարգիս Քոլոզյանը։ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում ենք։ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկ Սարգիս Քոլոզյանի մասին ռեպորտաժ ենք պատրաստելու։ Փողոցը, որով գնում ենք, նրա անունն է կրում։ Այս փողոցում է նաև նրա անվան դպրոցը։ Դպրոցին հետո կանդրադառնանք։ Հիմա Սարգիս Քոլոզյանի եղբոր ու մարտական ընկերների հետ գնում ենք նրա հուշակոթողին այցի։ Սարգիս Քոլոզյանի շիրիմի վրա մատուռ է։ Հուշապատին փորագրված արիության եւ սխրագործության մեդալները, վերևից թափանցող լույսը, վայելչակազմ, խրոխտ երիտասարդը անբաժան զենքով։ Այստեղ ամեն ինչ ակնածանք է ներշնչում։ Ծնողները որդուն կնքել էին Զորավար Անդրանիկի հարյուրապետ Սարգիս պապի անունով։ Նա հպարտանում էր պապի հերոսական ճանապարհով, նաև անվանն արժանավոր լինելու գիտակցումն ուներ։ Ռիազանի դեսանտագրոհային գնդում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչությունում։ Իսկ երբ սկսվեց ազգային ազատագրական շարժումը, երբ երկրի սահմանները դարձան թշնամու ոտնձգությունների թիրախ, կապավոր Սարգիս Քոլոզյանը սահմանային տարբեր հատվածներում ռադիոէլեկտրոնային սարքավորումներ էր տեղադրում, ապահովում կապի անխաթարությունը։ 1989-ին ընդգրկվեց Դավիթ Բեկ ջոկատում, իսկ երբ 1995 կազմավորվեց միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը, առաջին անդամագրվողներից էր։ Ցավոք նաև առաջին զոհը։ Սարգիս Քոլոզյանի մարտական ընկեր Շալիկո Կարոյանն ասում է. Սարգիսն իր համարձակությամբ, խիզախությամբ ոգևորում էր մեզ, գոտ է պնդում, ուժեղ էր թե հոգեպես, թե ֆիզիկապես, վախ չուներ, լավ էր տիրապետում ձեռնամարտի հնարքներին, ասում էր զենքս խեղճացավ, ձեռքերս կան ու կան։ 1991 թվականի գարունն էր, տխրահռչակ Կոլցո օպերացիան գործում էր դավադրորեն, իսկ 1991-ի մայիսի 5-ից նենգ գործողությունների թիրախ դարձան Հայաստանի միլիցիայի աշխատակիցները։ Մենք սկզբում լավ չէինք պատկերացնում, թե ինչ է իրականում Կոլցո օպերացիան, ասում է Շալիկո Կարոյանը։ Դա խորությամբ զգացինք, երբ ոսկեպարում զոհվեցին նոյեմբերյանցի տղերքը, երբ մեր տասնյակ գործընկերներ գերի ընկան, երբ Շորնոխում զոհվեց մեր Սարգիսը։ Մենք առաջի քանի ժամերը չգիտենք, գիտենք զոհեր ունենք, բայց չգիտենք, որ Քոլոզյան Սարգիսն է։ Հետո մենք իմացանք, բոլորիս համար դա մի հատ մեծ, չգիտեմ, ինչ անակնկալ էր։ Սարգիս Քոլոզյանի ավագ եղբայրը Ժիրայրը հիշում է. փոքր ժամանակվանից մեծ սեր ուներ զենքի նկատմամբ, խնդրում էր իր համար փայտե թուր կամ ատրճանակ պատրաստել, ապա ձեռքն էր առնում ու գնում թշնամու բանակը ջախջախելու։ Սարգիս Քոլոզյանը մարտական մկրտություն էր ստացել Երասխում, ապա Վայք, Գորիս։ 1991-ի մայիսին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մի խումբ մարտիկներ գործողվում են Գորիսի սահմանամերձ գոտի։ Սարգիս Քոլոզյանը, Արամ Գաբրելյանն ու Մայիս Սարգսյանը պաշտպանում էին Գորիսի հեռուստաաշտարակը, որտեղից ռադիոկապով համակարգվում էին Գորիսից Կապան մարտական գործողությունները։ Հենց այս ուղղությամբ էլ տեղի ունեցավ հակառակորդի ներխուժումը։ Հեռուստաաշտարակի շենքում 3 հով էին, 3-ն ընդդեմ հակառակորդի ուժեղացված վաշտի։ Մենակ մի խնդիր ունեինք, որը որ կապված էր մեքենայի հետ, մեր կապի մեքենաներ, որը իրոք շատ թանկարժեք էր, մեջը գաղտնի ապարատուրաներն էր մեջը, մենք չէինք կարող թողնել ու հեռանալ, մենք շրջափակման մեջ էինք, մոտավորապես 120 զինված ջոկատ է եկել մեր վրա ու առավոտ ժամը 6:30-ից 7-ի սահմաններում արետակոծել են մեզ։ Ես տեսա, որ Սարգիսը վիրավորվեց,
գլխի այս հատվածից։ Ես Սարգսյան Մայիսը այդ թումբի վրա ընկած էինք, ամբողջովին արունով, Մայիսի էլ կոկորտներ կտրված, դրանից հետո արդեն էլ ոչ մի բան չեմ հիշում։ Արամ Գաբրելյանն ու Մայիս Սարգսյանը գերի են ընկնում։ Նրանք հետո ամիսներով մնացին ադրբեջանական բանտում։ Սարգիս Քոլոզյանը մնում է մենակ, կռվում է մինչև վերջին փամփուշտը, ապա ձեռնամարտի է բռնվում, քաջի կռիվ էր, հաղթողի կռիվ էր, ու զոհվեց քաջի մահով, հաղթողի պես։ Պահեստի գնդապետ Արտակ Խաչատրյանն ասում է, որ Սարգսի նման տղաները այսօրվա սերնդին հայրենասիրության ամենամեծ դասը թողեցին։ Սարգսի հետ թեկուս մեկ անգամ շփված մարդը չի կարող մոռանալ այդ ազնվագույն երիտասարդին, այդ հայրենասեր խիզախ մարտիկին, չեն մոռանում։ Ամեն տարի մայիսի 7-ին Ջրաշենցի դպրոցականները այցի են գալիս հերոսի հուշակոթողին, համագյուղացիները, մանկության ու մարտական ընկերները խունկ են ծխում ու նրանց աղոթքը հասնում է բարձրում թևածող Սարգսի հոգուն։ Մարտական ընկերներից շատերն իրենց որդիներին Սարգիս կոչեցին։ Սարգիս Քոլոզյանի անունը կրող դպրոցում նրա պատվին Սարգիս անվանակոչված շատերն են սովորում։ Դպրոցում հիշատակի անկյուն կա, որտեղ նաև հերոսի իրերն են պահվում։ Ջրաշենցի դպրոցականները գիտեն, Սարգիս Քոլոզյանի նման քաջերը զոհվեցին, որ իրենք ապրեն, որ Հայաստան աշխարհը հարատևի։ Մեր հաջորդ կանգառը Սարգիս Քոլոզյանի տունն է։ Լուսանկարներ, մեդալներ, հերոսի մասին հրապարակումներ, Սարգսի անցած կարճ, բայց փառահեղ ճանապարհի խոսուն վկայություններն են, ու նաև թանկագին մասունք մոր համար։ Ես շատ հպարտ եւ ուժեղ մայր եմ։ Ես այնքան եմ ուժեղ, որ Սարգիսից կորցրեցի Ժիրայսել գնաց Ղարաբաղ կռվելու զենքաձեռքին։ Նրա դեմը ոչ մեկ չկարողացավ առնել։ Ասեց ես իմ աղբոր զենքով կկռվեմ եւ իմ զենքով։ Հերոսն այս մայրն է, որ Սարգսի նման զավակ է ծնել, ասել են Սարգիս Քոլոզյանի զորահրամանատարները։ Այդպես է, հերոս է նաև հերոս ծնող մայրը։ Տիկին Ռիման հիմա մի մտահոգություն ունի։ Որդին զոհվեց, որ երկիրը հզորանա, որ հայ ժողովուրդը լավ ապրի։ Հիմա նա ամեն օր աղոթում է, որ Հայաստանի ու Արցախի սահմաններին կանգնած զինվորները անփորձանք տուն դառնան, որ պատերազմ չլինի։ Տունը, այգին, Սարգսի տնկած սառը նրա հիշողությունն են պահում։ Այնպիսի տպավորություն է, թե տանտերը խիզախ, ուժեղ, վայել չհասակ, ուր որ է կերևա լույսի միջից ու կասի. «Մամ, ընկերներս հետս են, հաց դիր»։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի։ Ցտեսություն։ Արդար, որն դատար, գիտի սարկել հանուն արդարության, հանուն խաղաղության, միտքը սուր, խոսքը ամուր, և ուր է աչքերում խավարն այրող, լուսավորող մի շող, այսպիսին և էլ ավելին, պիտի լինի, մեր ոստիկանը ոստիկան իրական, մեր կյանքի պահապան, սիրտը քո մեր սրտին մոտ, ոստիկան իսկական, օրենքի մեր պաշտպան, ոչ գիշեր, ողջ առավոտ, ոստիկան իրական, մեր կյանքի պահապան, սիրտը քո մեր սրտին մոտ, ոստիկան իսկական, օրենքի մեր պաշտպան, ոչ գիշեր, ողջ առավոտ, կամքն ուժեղ, կյանքն է արժեք, հրեշտակն են երկրի վրա քայլող, արթուն և մեզ հսկող, Իջնասնիվ, փառք ու պատիվ, ամեն օրյա հերոսներին խիզախ, որ քաջ են ու անվախ, այսպիսին և էլ ավելին,
մեր կյանքի պահապան սիրտը քո մեր սրտին մոտ ոստիկան իսկական օրենքի մեր պաշտպան ողջ գիշեր ողջ առավոտ մեր կյանքի պահապան սիրտը քո մեր սրտին մոտ ոստիկան իսկական օրենքի մեր պաշտպան ողջ գիշեր ողջ առավոտ ոստիկան իրական մեր կյանքի պահապան սիրտը քո մեր սրտին մոտ ոստիկան իսկական օրենքի մեր պաշտպան ողջ գիշեր ողջ առավոտ ոստիկան իսկական օրենքի մեր պաշտպան ողջ գիշեր ողջ առավոտ ողջ գիշեր ողջ առավոտ Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։